Կուզենամ իմ սրտի դիրքը իհարկե հավատում եմ կհասկանաս, որ ոչ մեկին ակնարկ չեմ անում, որովհետև դա մի հոգի չի, որ արդեն բախվել եմ, արդեն հանդիպել եմ, բացի ձեր մեջից, նույնպես Հայաստանից, նույնպես իմ ծանոթներից ինձ հաճախակի ուղարկում են երգեր, փառաբանություններ, երկրպագություններ, որը ստեղծված է, որը գրված է արհեստական բանականության միջոցով, իսկուսственնի ինտելեկտի միջոցով։ Ասեմ հետաքրքիր մի բան, որ նույնպես իհարկե հենց այսօր առավոտյան մեր Հովսեվակը ծառայություն էր անցկացնում, ինքն էլ սրա մասին խոսեց, ես էլ վաղուց սրտումս դրել էի, որ սրա մասին խոսել։ Սիրելիս, ինչ վերաբերում է իսկուսственնի ինտելեկտով, արհեստական բանականությունով սարքել երգեր, երաժշտություն, մեղեդի եւ երգիչ դնել, օրինակի համար բնության մասին երգեր, մամայի մասին երգել, չգիտեմ, երկրի մասին երգեր, հա, նորմալ է։ Աստված օրհնի, դրանք շնչավոր երգեր են, դրանք գեղեցիկ են, դրանք հաճելի են։ Վերջերս մեր քույրերից Երանուհի քույրը ինձ ուղարկել էր մոր մասին հրաշալի կատարում էր, վայելել եմ իրականում, շատ լավն էր, բայց դա շունչ էր ու դա նորմալ է, շնչավոր երգ է։ Բայց նորմալ չի, երբ որ դա երկրպագություն է, արհեստական բանականությունով ստեղծված։ Ուզում եմ մի հարց տամ սիրելիս, մենք բոլորս մտածենք, եթե ես կանգնեի այստեղ ու ասեի, սիրելի եկեղեցի, այսօր ձեզ մի քարոզ եմ քարոզելու, որ արհեստական բանականությունից եմ, հարցրել տվել է, եկել եմ ձեզ քարոզեմ, ո՞նց կնայեք դրան։ Գրեի արհեստական բանականությանը, մի քարոզ տուր ինձ Կիրակ Նորիայի համար, գիտես որ կտա։ Ես քեզ ասեմ, կարող ես գրել, փորձել։ Ես գրեմ ասեմ, ինչ քարոզեմ ես Կիրակի, ինքը ինձ իմաց շատ լավ քարոզ կտա։ Ու ես գամ քարոզեմ։ Ոնց կնայես դրան։ Չես ասի, հոր ջան, բախի աղոթք չես անում, ծոմ չես պահում, խի երկնքից խոսք չես տանում մեզ համար։ Արհեստական բանականություն է, սիրելիս, քարոզը, երգը, մեղեդին, երգիչը պետքա հոգով լինեն։ Իսկ ռոբոտը չի կարա հոգով լինի։ Նորից եմ կրկնում, մեղեդին նույնպես պետքա հոգով լինի։ Ռոբոտը, ծրագիրը, համակարգչային 120101 ծրագիրը չի կարա հոգի ունենա։ Հասկանում ենք, դրա համար նորից կրկնում եմ, նորմալ է, որ մոր մասին, բնության մասին, երեխու մասին լսենք, վայելենք, շունչը նորմալ է, բայց նորմալ չի, երբ որ մենք դրան երկրպագում ենք ու երկրպագություն ենք ասում ու մի ասում ենք, ինչ լավ, ինչ հոգի կա մեջը։ Ես ասեմ, ես ինչ արեցի։ Ինձ ուղարկած երգերը դրեցի ու լսում էի։ Ես փորձեցի ես ինքս ինձ հետ եւ Աստծո հետ անկեղծ լինեմ։ Միացրեցի ու սկսեցի լսել։ Ու ես լսում, ասում Տեր, բայց դուրս գալիս է։ Լսում եմ, ասում Տեր, դուրս գալիս է։ Սովորեցրու ինձ առանձնացնեմ, սովորեցրու ինձ հասկանամ։ Ես ուզում եմ ավելի խորս հասկանամ, որպեսզի խաբված չլինեմ։ Լսում էի, մի քանի երգեր լսեցի։ Հետո այնքան հետաքրքիր Տերը ասեց, հիմա միացրա այն երաժշտությունը, որոնք դու գիտես, որ հոգևորը, ես միացրեցի մեր Սևակին, միացրեցի մեր ռուսական հեղինակներին ու դրանք լսեցի։ Ու մեկ-երկու անգամ Տերը ասեց, մի հատ նա լսի։ Գիտեք ինչ հետաքրքիր բան կատարվեց։ Երբ որ ես դա լսեցի, Տերը հարցրեց, ու երբ որ Տերը հարցրեց, իմ մեջ դա բացվեց։ Ասեց, որ երգը որտեղ է տա լսվում։ Գիտես, ես հասկացա մի բան, արհեստականության, բանականության երգը ստեղից ներքև չէր իջնում։ Մնում էր ստեղ։ Բայց հենց միացնում էր Սևակից, գցում էր սրտիս մեջ։ Հենց միացնում էի, ասենք, այնտեղ ռուսական եղբայրներ կանանունը չեմ հիշում, հենց իրանց միացնում, մի անգամից ընկնում էր սրտիս մեջ։ Մի անգամից ասի Տեր իմ Աստված, ինչ ուժեղ է, սովորեցրու ինձ սա տարբերեմ։ Արհեստական բանականությունը մնում է ստեղ, դուրս գալիս է, բայց հոգուց ծնված երգը իջնում է ստեղ։ Կպնում է սրտին, կպնում է հոգևոր կյանքին։ Հալելույա սիրելիս։ Ոնց ես մտածում արհեստական բանականությունը, որ գրես ինձ համար աղոթի, գիտես որ կաղոթի։ Ես ես լուրջ եմ ասում։ Ասա իմ համար աղոթի։ Ինձ հետաքրքիր է, որ աղոթի կբժշկվես։ Չէ, որտեղ աղոթքը դա շփում է հոր հետ։ Աղոթքը դա երկնքին է կպնում։ Ուզում եմ մի բան էլ ավելացնեմ ու այս թեման փակեմ։ Ես նույնպես դեմ եմ, երբ որ վերցնում են աշխարհային երաժշտություններ,
եւ վրեն հոգեվոր բառեր են գրում։ Սիրելի, Սուրբ Հոգին չի աղքատացել, որպեսզի նույնպես հոգուց երգեր ծնի։ Մի ծիծաղելու դեպք պիտի պատմեմ։ Ես ու Արմենեն, երբ որ գնացել ենք, սա հաճախ եմ պատմում, գնացել ենք, նոր ամուսնացել ենք, մեզ օրհնել էին, գնացել ենք Մեղրամիս եւ այնտեղ եկեղեցում, որ մասնակցում էինք, շատ լավ եկեղեցի էր, լավ ընտիր եկեղեցի, ու ես էլ պիտի խոսքով ծառայեի, հուզվում եմ, առաջին անգամ եմ մեծ բեմում ծառայելու, ու կանգնած եմ այսպես երկրպագության ժամանակ պետք է հովը բարձրանա ինձ ներկայացնի, որ ես առաջ գնամ, այստեղ կանգնած երկրպագում եմ, շատ հրաշալի մի երկրպագություն էր գնում։ Այդ երկրպագությունը ավարտվեց, դե դու մնում ես աղոթքի մեջ, մնում ես այդ ներկայության մեջ, չեմ ուզում ինչ-որ մի բան դուրս կամ, ուղղակի սպասում եմ, որ հեսա հաջորդ երաժշտությունը պետք է սկսվի, ու մեկ էլ հաջորդ երաժշտությունը սկսվում է Սելին Դիոնի Տիտանիկի երաժշտությունը։ Ու որ ասես ձեռքերս այսպես պահած, ասես ձեռքերս այնց հետ եկավ, ուզեմ հասկանամ, այս միամիտ եղավ, միամիտ միացրեցին, այս ինչ եղավ։ Ու գիտես, մեկ էլ լսեցի, որ Սելին Դիոնի Տիտանիկի երաժշտությունն ամենակ մեղեդին է, վրեն քրիստոնեական բառեր դրած։ Իսուս, Գասպոջ, չգիտեմ, սենց։ Ու գիտես, հիմա հարց է ծագում։ Ուզում ես սենց տիրոջը երկրպագես, թե մտածում ես նավի դեմը կանգնած ես, արդեն գնում ես առաջ։ Գիտես, չկարացա ես մտնեմ այդ երկրպագության մեջ, որտեվ սա գլխիս մեջ Տիտանիկի կինոն եկավ։ Սիրելիս, ճիշտ չի, նորմալ չի։ Եթե երգ ենք գրում, նույնպես Սուրբ Հոգին կարա տա երգնել, մեղեդինել հոգուց ծնվի։ Ամեն։ Փառք Հիսուսին, եք ծափարենք Տիրոջը։